Պարգևատրվողների շարքում է Արցախում ապրիլի 2-ին վիրավորված հերոս զինծառայող Արման Ավետիսյանը։ Նա ոտքերից մեկի թաթը կորցնելուց հետո շարունակել է պայքարել հայրենիքի սահմաններն անսասան պահելու համար։ Պատմում է, որ վիրավորվելուց հետո զենքեր էր լիցքավորում տալիս մարտնկերներին։ Կորցած ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար։ Ասում է, իրեն ամենից շատ ցավ է պատճառում այն, որ ապրիլյան մարտերին կորցրել է ընկերներին։ Օրվա մեջ երևի 24 ժամ ես իրենց հիշում եմ, բայց ասել իրան շնորհակալություն ասել։ Թալիշում նռնակի պայթունից վիրավորված Շանթ Ղազարյանը եւս վիրավորվելուց հետո չի լքել մարտադաշտը։ Հնարավորության դեպքում կրկին բարձրանալու է սահման։ Անպայման գնալու եմ, շատ առաջինս վերջացել եմ արդեն մի քանի օր մնացել։ Բայց եթե էլի կարիքը լինի, կամավոր արդեն առաջին ես գնամ։ Զինծառայողները նաև պատմեցին, որ ադրբեջանական բանակում այս օրերին ավելացել են վարձկանները։ Ես հակառակորդի զինվոր չեմ տեսել։ Տեսել եմ տարիքով մարտիկ։ Արմեն Ավետիսյանն ասում է, որ սահմանում կանգնած զինվորը ոգևորված է հայ ժողովրդի համախմբումից։ Դա մարտական ոգին բարձրացնում է։ Հասարակությանը հորդորում եմ միշտ այս բանի նման, ոնց որ ապրիլի ամիսն էր, սա ամբողջ հայությունը, ամբողջ ազգը համախմբվեց, միշտ այդ համախմբված լինեն, միշտ կային հայ զինվորի կողքին, առաջնագծում հայ զինվորի կողքին, ու միշտ հիշեն, ոչ թե հիշեն այն ժամանակ, երբ որ զինվորը, ասենք, հույսը իրան զինվորի վրա, միշտ հիշեն զինվորի։ Ես հիմա չեմ ուզում ասեմ, որ առաջ չեն հիշել, բայց այն աստիճան չեն հիշել, ես անձամբ զինվորը։ Թող միշտ հիշեն, միշտ բարձր կային զինվորի։ Անի Գևորգյան, Առաջին լրատվական։